Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 14։ Իրանից վախեցողների կամքը անում է նա, և նրանց աղաղակին լսում և նրանց փրկում է։ Սաղմոս 145-րդ գլուխ 19-րդ խոսք։ Փրկության հնարավորության բացահայտումից հետո մարդու հոգում արթնանում է փրկության հանդեպ ցանկությունը։ Սա ակնհայտ է նույն հարցից. ինչ պետք է անեմ, որ փրկվեմ։ Սակայն երբեմն այդ ցանկությունը սխալ ուղղություն է ստանում, և մարդը հարցնում է. ինչ անեմ, որպեսզի Աստծո գործերը գործեմ։ Այդ դեպքում այն մարդը, որը նախկինում տագնապում էր իր փրկության համար, վախով ու հոգսով այժմ փորձում է սեփական ուժերով որևէ բան անել, որպեսզի ազատվի իր վիճակից։ Նա հանկարծ որոշում է կատարել բոլոր պատվիրանները, հրաժարվել ամեն չար ճանապարհներից, մինչդեռ դեռևս խորապես սխալ է հասկանում Հիսուս Քրիստոսին, և այդպիսով նորից սկսում է ինքն իրեն քաջալերել, հաստատելով իր սեփական արդարությունը, բայց չհնազանդվելով Աստծու արդարությանը։ Այդ ժամանակ Տերը նորից հարձակվում է նրա խղճի վրա, նպատակ ունենալով ամբողջովին բացահայտել նրա լիակատար անկումն ու անզորությունը իր իսկ մեջ, որպեսզի տեղ բացվի երաշխավորի Քրիստոսի համար։ Ճիշտ այնպես, ինչպես Հեսուն վարվեց ժողովրդի հետ, երբ տեսավ, թե որքան ինքնավստահ են իրենց խոստումների մեջ։ Դուք չեք կարող Եհովային պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է, նա նախանձոտ Աստված է։ Հեսու 24-րդ գլուխ 19-րդ խոսք։ Այս նոր հարձակման ժամանակ Տերը մարդու առաջ դնում է օրենքի հոգևոր բնույթը։ Պատվիրանը գալիս է նոր զորությամբ, բացահայտելով իր խոր և հոգևոր իմաստը։ Աստված իր կատարյալ սրբությամբ թուլացնում է այն զսպող կապերը, որոնցով մինչ այդ սահմանափակել էր մարդու ապականված բնույթը, և թույլ է տալիս, որ այդ ապականությունը ոչ միայն ներսում գործի ու զորանա, այլև սպառնա դուրս գալ և դրսևորվել մարդու մարմնի բոլոր անդամների միջոցով։ Այսպիսով մեղքը դառնում է ավելի համարձակ, այն արհամարհում է օրենքը և դառնում է չափազանց մեղսալի։ Եվ այդժամ Աստված մարդուն ավելի քան երբևէ բացահայտում է նրա արդարության անմաքրությունը և այն բծերը, որոնք թաքնված են նույնիսկ նրա լավագույն գործերի մեջ։ Այդ բաները սպանում են մարդուն, և նա մահանում է իր սեփական արդարության համար և կորցնում է ինքն իրեն օգնելու հույսը։